Southern California Edison-ի մայր ընկերությունը խոստովանում է, հրդեհի թելերը տանում են դեպի իրենց սյուները, 19 զոհ, հազարավոր ավերակներ, պատասխանատվության հարցը օրակարգում։ Վաշինգտոնում ռեկորդային անձրևներ, հարյուրավոր փրկարարական գործողություններ, փակ ճանապարհներ, վնասի ամբողջ ծավալը դեռևս ջրի տակ է։ Սուրբ ծնունդ առանց ձյան, բայց գուցե անձրևով, հարավային Կալիֆոռնիայում երկարատև չոր եղանակից հետո անձրևի թույլ հույս հենց տոնական օրերին։ Ուսանողական քաղաքը վախի մեջ, Բրաունիում 2 սպանություն ու Կասկադյալը դեռևս ազատության մեջ է։ Ոստիկանությունը դիմում է հանրությանը, FBI-ն էլ առաջարկում է պարգևավճար։ MIT-ում տխուր են, ֆիզիկոս միաձուլման առաջատար գիտնականը սպանվել է իր տանը, քննությունը շարունակվում է, Կասկադյալ չկա։ Վազքը հետ են տալիս, գինը դու ես վճարում։ Կալիֆոռնիան առաջատարն է կեղծ օդոմետրերով մեքենաների թվով, միջին վնասը հազարավոր դոլարներ։ Թմրանյութերի դեմ գործողությունների ամբողջական կադրերը գաղտնի կմնան, կոնգրեսում դժգոհություն կա, հանրության մեջ էլ հարցեր։ Թրամփը պահանջում է վերադարձնել գողացված նավթային ակտիվները, Վենեսուելան խոսում է ծովահենության մասին, լարվածությունը շարունակում է աճել։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ եւ շնորհակալ եմ ալիքին միանալու, մեզ շարունակ աջակցելու ու հետևելու համար։ Սկսենք լուրերը, Southern California Edison-ի մայր ընկերության ղեկավարն ընդունել է, որ ընկերության սարքավորումներն ամենայն հավանականությամբ դարձել են Իթերֆայր հրդեհի պատճառը, որը խլել է 19 մարդու կյանք եւ ավերել մոտ 10,000 շինություն։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես հունվարի 7-ին հրդեհը սկսում է եւ արագ տարածվում հենց Eaton Canyon-ում գտնվող Southern California Edison-ի էլեկտրասյուների մոտ։ Edison International-ի նախագահի եւ գլխավոր տնօրեն Պեդրո Պիսարոն հայտնել է, որ ընկերության սարքավորումներն են ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառը։ Սկզբում ընկերությունը հերքել էր պատասխանատվությունը, ապա ընդունել հնարավոր կապը, իսկ այժմ փաստացի ընդունում է, որ իր սարքավորումներն են եղել հրդեհի հիմնական աղբյուրը։ Կառավարական մարմինները դատական հայց են ներկայացրել Southern California Edison-ի դեմ, սակայն ընկերության ղեկավարը հայտարարել է, որ չեն համաձայնում անփութության վերաբերյալ մեղադրանքների հետ։ Վաշինգտոն նահանգում ավելի քան 1 շաբաթ շարունակվող հորդառատ անձրևների եւ ռեկորդային ջրհեղեղների հետևանքները լուրջ են, սակայն դրանց ամբողջական ծավալը դեռևս հնարավոր չէ գնահատել։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Բոբ Ֆերգուսոնը, նախազգուշացնելով, որ առաջիկա օրերին սպասվում են նոր հեղեղներ, սողանքներ եւ էլեկտրաէներգիայի անջատումներ։ Խաղաղ օվկիանոսից եկող մի շարք փոթորիկների հետևանքով Կասկադյան լեռների որոշ հատվածներում տեղացել է մոտ 60 սանտիմետր անձրև, ինչի հետևանքով գետերը դուրս են եկել հունից։ Առնվազն 10 շրջանի տարածքում իրականացվել է ավելի քան 600 փրկարարական գործողություն։ Այս պայդրությամբ արձանագրվել է 1 զոհ։ Տղամարդը մեքենայով անցել է նախազգուշացնող նշանների կողքով ու հայտնվել հեղեղված տարածքում։ Միաժամանակ փակվել կամ լրջորեն վնասվել են կարևոր ավտոճանապարհներ, ջրի տակ են անցել ամբողջական բնակավայրեր, իսկ որոշ պաշտպանիչ պատնեշներ չեն դիմացել ջրի ճնշմանը։ Նահանգային եւ տեղական իշխանությունները մի քանի միլիոն դոլար են հատկացնում բնակիչներին հյուրանոցների սննդի ու առաջին անհրաժեշտության այլ ծախսերի համար, մինչև դաշնային օգնության հաստատումը։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ ջրհեղեղի վտանգը կարող է պահպանվել առնվազն մինչև ամսվա վերջ, քանի որ առաջիկա օրերին սպասվում են նոր անձրևներ, լեռնային ձյուն եւ ուժեղ քամիներ։ Հարավային Կալիֆոռնիա, որտեղ մի քանի շաբաթ շարունակ պահպանվում է տաք եւ չոր եղանակը, սակայն իրավիճակը արդեն կարող է փոխվել սուր ծննդյան նախօրեին։ Օդերևութաբանների տվյալներով դեկտեմբերին ջերմաստիճանները շարունակաբար եղել են միջինից բարձր, իսկ տեղումներ գրեթե չեն գրանցվել։ Չոր եղանակը ըստ ազգային օդերևութաբանական ծառայության կպահպանվի մինչև ուրբաթ եւ հանգստյան օրերին, սակայն հաջորդ շաբաթվա սկզբին սպասվում են փոփոխություններ։ Մասնագետները կանխատեսում են, որ երեքշաբթի գիշերը դեպի չորեքշաբթի առավոտ սուրբ ծննդյան նախօրեին հնարավոր են թույլ տեղումներ։ Լոս Անջելեսի շրջանում անձրևի հավանականությունը գնահատվում է մոտ 20%, Վենտուրա շրջանում 30%։ Չնայած սպասվող տեղումները մեծ չեն լինելու, օդերևութաբանները նշում են, որ նույնիսկ թույլ անձրևը դրական է, հաշվի առնելով երկարատև չոր եղանակը։ Եղանակից անցնենք արդեն մի փոքր ծավալուն թեմաների, Բրաունիի համալսարանի 2 ուսանողների
սպանության գործով հրաձիգի որոնումները շարունակվում են ու արդեն ավելի քան 4-րդ օրն է, որ իրավապահ մարմինները չեն կարողանում գտնել նրան ու դիմում են հասարակության օգնությանը կասկածյալին նույնականացնելու համար։ Պաշտոնյաները ցուցադրել են մի քանի տեսագրություններ, որոնք արձանագրվել են հարակից թաղամասերի տեսախցիկների միջոցով։ Պրովիդենս քաղաքի ոստիկանապետ Օսկար Պերեսի խոսքով ցուցադրված բոլոր տեսանյութերը ստացվել են Waterman Պողոտայի Power, Ivers և Hope փողոցների միջակայքում գտնվող բնակելի թաղամասերից։ Այդ բնակելի տարածքներում քաղաքացիներին խնդրում են ստուգել իրենց տեսախցիկները կամ Tesla ավտոմեքենաների տեսագրությունները ու կապ հաստատել իրավապահների հետ։ Ենթադրյալ հրաձիգը տարածքում է եղել նաև շաբաթ օրը առավոտյան մոտավորապես ժամը 10:30-ին հարձակման իրականացումից ավելի քան 5 ժամ առաջ եւ հավանաբար ուսումնասիրել է տարածքը։ Պաշտոնյաները նշել են, որ վստահ են տեսագրությունում պատկերված անձը հենց հրաձիգն է, սակայն ընդգծել են, որ այս պահի դրությամբ որևէ ապացույց չկա կրակոցների դրդապատճառի վերաբերյալ։ Սկզբում իրավապահները կիրակի օրը կալանավորել էին մեկ այլ անձի որպես հետաքրքրություն ներկայացնող անձի, սակայն հետագայում նրան ազատ էին արձակել եզրակացնելով, որ նա կապ չունի դեպքի հետ։ Համալսարից հայտնել են, որ կրակոցներից հետո ուժեղացվել է անվտանգության միջոցառումները, այդ թվում կրկնապատկվել է համալսարանի հանրային անվտանգության ծառայության աշխատակիցների թիվը եւ սահմանափակվել մուտքը համալսարանի շենքեր։ Բրաունի համալսարանը Միացյալ Նահանգների ամենահին եւ ամենահեղինակավոր բուհերից մեկն է։ FBI տվյալներով կասկածյալը մոտ 173 սանտիմետր հասակ ունի, կարճահասակ է, բայց խոշոր կառուցվածքով։ Դաշնային բյուրոն սահմանել է $50,000 պարգևավճար նրան հայտնաբերելու, ձերբակալելու եւ դատապարտելու հանգեցնող տեղեկությունների համար։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի MIT պրոֆեսոր Նոնո Լուրեյտոն մահացել է հրազենային վնասվածքից Բոստոնի մերձակայքում գտնվող իր տանը։ Իշխանությունները հայտարարել են, որ գործով մեկնարկել է սպանության քննություն։ 47-ամյա ֆիզիկոսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, հայտնել է այս մասին էլ Նյուֆոլք շրջանի դատախազությունը։ Այս պայդրությամբ ոչ ոք չի ձերբակալվել եւ քննությունը շարունակվում է։ Լուրեյլոն 2016 թվականից է դասավանդում MIT-ում, իսկ նախորդ տարի նշանակվել էր ինստիտուտի պլազմայի գիտության և միաձուլման կենտրոնի ղեկավար։ Կենտրոնը MIT-ի խոշորագույն լաբորատորիաներից մեկն է ավելի քան 250 աշխատակիցներով։ Իշխանությունները նաև հայտնել են, որ այս սպանությունը կապ չունի Բրաունի համալսարանում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետ, որի գործով որոնումներ, ինչպես նշեցի, շարունակվում են Ռոդ Այլենդ նահանգում։ FBI-ն ընդգծել է, որ այս պահին որևէ կապ այդ երկու դեպքերի միջև չի հայտնաբերվել։ Միացյալ Նահանգներում աճում է այն մեքենաների թիվը, որոնց վազքը հետ է պտտեցված։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում նման դեպքերը աճել են 14%-ով։ Ըստ Carfax-ի, ներկայումս Միացյալ Նահանգների ճանապարհներին շահագործվում է մոտ 2.5 միլիոն մեքենա կեղծված օդոմետրով եւ դրանց ամենամեծ բաժինը հենց Կալիֆոռնիայում է։ Նահանգում հաշվվում է շուրջ 532,000 մեքենա հետ պտտեցված վազքով, ինչը զգալիորեն գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Թեքսասին մոտ 333,000։ ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային վարչության գնահատմամբ ամեն տարի ավելի քան 450,000 մեքենա վաճառվում է հենց կեղծ օդոմետրային տվյալներով։ Նման մեքենա ձեռք բերելը կարող է զգալի ֆինանսական վնաս պատճառել գնորդին։ Carfax-ի տվյալներով նման խաբեության զոհ դարձած սպառողները միջինում կորցնում են մոտ $3,300 մեքենայի իրական արժեքի նվազման պատճառով։ Այդ գումարն էլ չի ներառում անսպասելի վերանորոգման ծախսերը, որոնք հաճախի հայտ են գալիս ավելի ուշ։ Բացի այդ, կեղծված վազքը կարող է ազդել նաև ավտոբարկի պայմանների եւ ապահովագրության արժեքի վրա։ Ընկերությունը զգուշացնում է, որ օդոմետրի հետ պտտման հետ կապված իրավական խնդիրների լուծումը կարող է պահանջել ժամանակ, գումար, նույնիսկ փաստաբանի ներգրավում։ Մասնագետները խորհուրդ են տալիս մեքենա գնելուց առաջ անպայման ստուգել պատմությունը։ Վազքի իսկության վերաբերյալ կասկածների դեպքում հնարավոր է օգտվել carfax.com/odometer կայքից, մուտքագրելով ընդհանրապես մեքենայի VIN համարը կամ համարանիշը։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալական խոսք ուղղել մեր գործընկերներին։ Cosmopolis ռեստորանը շարունակում է ընդունել ամանորի երեկոյի պատվերներ։ Շտապ եք ամրագրել ձեր տեղը նոր տարին էլ ավելի հիշարժան դարձնելու համար։ Ասում են, ինչպես տարին դիմավորենք, այնպես էլ այն կանցնի ամբողջ տարվա ընթացքում։ Կոզանյան Meat & Liquor մարկետը օրնի բուն աշխատում է ձեզ ամենաթարմ, բազմազան ու հայկական ընտրանի մատուցելու համար, նախատոնական օրերի իդեալական գնումների վայր։ Գերիս Moms Bakery։ Մեր գործընկերոջ առաջարկները սկսում են լավաշից ու չեն ավարտվում։ Այցելեք Գլենդերի կենտրոնում գտնվող թոնրատունը անուշաբույր գնումների։ Մեր գործընկերների ինչպես հասցեները, այնպես էլ հեռախոսահամարները պարբերաբար հայտնվում են էկրանի ստորին հատվածում, այնպես որ կարող եք գրանցել եւ այցելել։ Իսկ մենք շարունակենք լուրերը։
Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Պենտագոնը չի հրապարակելու սեպտեմբերի 2-ին Կարիբյան ծովում իրականացված հարվածների ամբողջական չմոնտաժված տեսագրությունը, որը վերաբերում է թմրանյութեր տեղափոխման մեջ կասկածվող նավակին։ Նրա խոսքով դա համապատասխանում է Պաշտպանության նախարարության երկարամյա քաղաքականությանը, ըստ որի գաղթի դասակարգված նյութերը չեն տրամադրվում լայն հանրությանը։ Հեքսեթը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ինքը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փակ ճեպազրույցներ են անցկացրել Սենատի բոլոր անդամների հետ։ Ըստ պաշտոնական տվյալների 3.5 ամսում 20-ից ավելի գործողություն է իրականացվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։ Հատուկ մտահոգություն է առաջացրել հենց սեպտեմբերյան միջադեպը, երբ պարզվել է, որ գործողությունը ղեկավարող հրամանատարը կարգադրել է երկրորդ հարվածը ոչնչացնելու ողջ մնացած երկու անձանց։ Այդ հանգամանքը սուր քննադատության է արժանացել մի շարք կոնգրեսականների եւ իրավապաշտպանների կողմից։ Դեմոկրատ սենատորները ճեպազրույցը որակել են կարճատև եւ մակերեսային, իսկ վարչակազմի ներկայացուցիչները իրենց խոսքով պատրաստ չեն եղել լիարժեք պատասխանել բոլոր հարցերին։ Հանրապետականների մեծ մասը հակառակը պաշտպանում են նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, ընդգծելով, որ գործողությունների նպատակը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է, որը ըստ իշխանությունների անմիջականորեն կապված է ամերիկացիների մահվան դեպքերի հետ։ Սենատոր Ադամ Շիֆը հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել միաձայն համաձայնության առաջարկ, որով կպահանջի տեսանյութը հասանելի դարձնել ոչ միայն կոնգրեսի բոլոր անդամներին, այլև ամերիկյան հանրությանը։ Նրա խոսքով ներկայացված իրավական եւ ռազմավարական հիմնավորումները համոզիչ չեն եւ հանրությունը իրավունք ունի տեսնել ամբողջ նյութը։ Վարչակազմը պնդում է, որ գործողությունները շարունակելու են, իսկ կոնգրեսը պարբերաբար կտեղեկացվի զարգացումների մասին, սակայն հանրային հրապարակման հարցում դիրքորոշումը մնալու է անփոփոխ։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոշտ քննադատության է ենթարկել վարչակազմի Վենեսուելայի շուրջ ծավալվող գործողությունները, պահանջելով, որ նախագահը նախ եւ առաջ դիմի կոնգրեսին, ստանա պատերազմական գործողությունների թույլատվություն, նախքան որևէ ցամաքային ռազմական ներգրավվածություն սկսելը։ Շերմանը այս հայտարարությունն արել է փակ անվտանգության ճեպազրույցից հետո, ընդգծելով, որ կոնգրեսը չի ստացել բավարար բացատրություններ Վենեսուելայի ափերի մոտ հազարավոր ամերիկացի ծովային հետևակայինների տեղակայման նպատակի վերաբերյալ։ Նրա խոսքով ծովային հետևակայինները նավերում չեն տեղակայվում սիմվոլիկ ներկայության համար եւ սովորաբար կիրառվում են ցամաքային գործողությունների ընթացքում։ Կոնգրեսականները հարց են բարձրացրել. եթե վարչակազմը չի նախատեսում ցամաքային գործողություններ, ապա ինչ նպատակով են այդ ուժերը այնտեղ։ Նրանք կասկածի տակ են դրել նաև թմրանյութերի դեմ պայքարի վերաբերյալ վարչակազմի հիմնավորումները, նշելով, որ որևէ տվյալ չի ներկայացվել այն մասին, թե նավերով թմրանյութերի տեղափոխման նվազումը իրականում հանգեցրել է հենց Միացյալ Նահանգներում թմրանյութերի շրջանառության կրճատմանը։ Քննադատվել է նաև վարչակազմի կողմից դատապարտված թմրաբարոնների ներում շնորհելու որոշումները, մասնավորապես հիշատակվել է Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի ներումը, հայտարարելով, որ այս վարչակազմը ոչնչացնում է միջնորդներին, բայց ազատում է թմրաբարոններին։ Կոնգրեսականների խոսքով, եթե վարչակազմի իրական նպատակը Վենեսուելայում ռեժիմի փոփոխությունն է, ապա դա պետք է հստակ հայտարարվի եւ ներկայացվի կոնգրեսի քվեարկությանը։ Շերմանը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանը չէ եւ նախագահը չի կարող ռազմական ուժ կիրառել առանց օրենսդիր մարմնի համաձայնության, անկախ նրանից, թե ով է զբաղեցնում Սպիտակ տունը՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Նույն թեմայի շարունակությամբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան պարտավոր է վերադարձնել այն ակտիվները, որոնք տարիներ առաջ բռնագրավվել են ամերիկյան նավթային ընկերություններից։ Այս հայտարարությամբ նա կրկին արդարացրել է Վենեսուելա գնացող եւ այնտեղից դուրս եկող ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավերի դեմ իր հայտարարած շրջափակումը։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Վենեսուելան ապօրինի զրկել է Միացյալ Նահանգներին էներգետիկ իրավունքից եւ նավթային ակտիվներից, շեշտելով, որ դրանք պետք է վերադարձվեն։ Ամերիկյան նավթային ընկերությունները երկար տարիներ գերիշխող դիրք ունեին Վենեսուելայի նավթարդյունաբերությունում, մինչև իշխանությունները սկսեցին ոլորտի ազգայնացումը։ Սկզբում 1970-ականներին ապա Ուգո Չավեսի եւ Նիկոլաս Մադուրոյի կառավարման ժամանակ Վենեսուելայի առաջարկած փոխհատուցումները միջազգային կառույցների կողմից համարվել են անբավարար, եւ 2014 թվականի միջազգային արբիտրաժը պարտավորեցրել է Վենեսուելային վճարել 1.6 միլիարդ դոլար։ Թրամփը մեղադրել է նախորդ նախագահներին Վենեսուելայի նկատմամբ թույլ քաղաքականության մեջ, նշելով, որ այժմ Միացյալ Նահանգները վճռական է վերադարձնելու կորցրած իրավունքները։ Վենեսուելան իր հերթին Միացյալ Նահանգների գործողությունները բնութագրել է որպես ծովահենություն։ Երկրի արտաքին գործերի նախարար Գիլը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, պահանջելով ազատ արձակել առգրավված նավի անձնակազմը եւ վերադարձնել նավթը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել միջազգային իրավունքը։
Փորձագետների կարծիքով նավթատար նավերի առգրավումն ու շրջափակման մեխանիզմները Վաշինգտոնի համար շատ ավելի քիչ ռիսկային են, քան բաց ռազմական բախումը, սակայն տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել։ Այսօրվա համար էլ նախատեսել էինք այսքանը, հուսով եմ, որ հասցրել եք բաժանորդագրվել ալիքին, եթե ոչ, ապա դա արեք հենց հիմա, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։